До Советского Союза наш институт оказался в новой ситуации. До этого институт фактически не имел проблем с финансированием. Исследования велись штатом сотрудников численностью около 3000 человек. Сегодня нас стало меньше, порядка 550 сотрудников. Финансирование сократилось, но мы стараемся продолжить дело, которое начали братья Алиханяны. Я думаю, что оно будет продолжено и последующими поколениями армянских физиков. Երևանի ֆիզիկայի 70-ամյա ինստիտուտը հունիսին կառավարության որոշմամբ վերանվանվեց Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի։ Անվանափոխությունից հետո կառավարությունը հանձնարարավ հովանավորել կարևորագույն հետազոտությունները այս ոլորտում եւ կրկնապատկել ֆիզիկոսներին այդքան չհերիքող ֆինանսական հատկացումները։ Արդեն 2011-ին կկրկնապատկվի ինստիտուտի բյուջեն։ Գործադիրը ազգային ժողովին առաջարկել է նախկին 300 միլիոն դրամի փոխարեն եկող տարի ազգային գիտական լաբորատորիային տրամադրել 600 միլիոն դրամ։ Ավելացված գումարով նախ կարգի կբերվի տարիներ շարունակ չվերանորոգված համալիրը եւ երկրորդ արդեն եկող տարվանից լաբորատորիան կսկսի ֆինանսավորել հայ գիտնականների նոր հետազոտություններն ու գիտական նախագծերը։ Ազգային լաբորատորիայի տնօրենը վստահեցնում է, որ գիտությանը տրամադրված գումարները ետ են բերվելու։ Գիտության մեջ փողից, դրամից եւ ֆոնդերից ավելի կարեւորը ճիշտ ուղղություն գտնելն է։ Այդ ամենակարևոր բանն է։ Դուք կարեք 100 միլիոններով փող ծախսել, բայց փակ ուղի կմտնեք։ Իսկ կարելի է քիչ գումարներով գտնել եւ ստեղծել փոքր երկրում ամենալավ լաբորատորիաներ եւ հայտնագործություն։ Միջազգային էքսպերտների խորհուրդը մեզ ուղղություն է տվել, ոնց մենք նորից ստեղծենք մեր ժամանակակից արագացուցիչ կենտրոնը, որը կապված է միջուկային ֆիզիկայի հետ։ Ընդհանուր առմամբ արագացուցիչները ողջ աշխարհում ունեն կիրառության մոտ 36 միլիարդ դոլարի շուկա, սկսած տեխնոլոգիական ոլորտից մինչև բժշկություն։ Հիշենք, Հայաստանում էր գտնվում խորհրդային ամենամեծ արագացուցիչը Արուսը։ Երկրորդ շնչառությամբ արագացուցչային տեխնոլոգիաներն այստեղ կկիրառվեն բժշկության ոլորտում։ Արդեն նյութականանում է անկախության ամենահավակնոտ գիտական գաղափարը։ Երևանում միջուկային բժշկության կենտրոնի ստեղծման ծրագիրը, որը նախատեսում է Հայաստանում ունենալ քաղցկեղի ախտորոշման ու բուժման ժամանակակից տեխնոլոգիաներ։ Ավաղ եւ շատ ցավալի է, որ քաղցկեղի հիվանդությունները եւ աշխարհում եւ Հայաստանում շատ մեծանում են եւ պետք է ունենալ դիագնոստիկ սարքավորումներ, որոնք օգտվում են կարճ ապրող իզոտոպներից։ Եվ այդ իզոտոպների արտադրությունը մենք վերցրել ենք մեր վրա եւ ուզում ենք զարգացնենք այդ ուղղությունը։ Բելգիայում արդեն ընթացքի մեջ է 5 միլիոն եվրո արժեքով արագացուցչի ստեղծման աշխատանքը։ Ամենաուշը 2 տարի անց ազգային գիտական լաբորատորիայի տարածքում միջուկային բժշկության կենտրոնն արդեն իրողություն։ Եվ վերջապես ազգային գիտական լաբորատորիան նպատակ ունի դառնալ ֆիզիկայի ոլորտում ուսումնասիրությունների գիտական ռեեստր, մեկ տեղում հավաքել համացանցով մեկ սփռված հետազոտությունները ու դրանք հասանելի դարձնել բոլոր ցանկացողներին։ Եթե մենք միտեղ հավաքենք այդ բոլոր էքսպերիմենտների արդյունքները եւ մշակենք նոր ձևի մշակումների ծրագրեր, մենք կկարողանանք այդ ամեն ինչը ունենալով, այդ համատեղելով բոլոր տարբեր տեսակի էքսպերիմենտները ստանալ նոր գիտելիք։ Վերջին տարիներին պարզվեց, որ կայծակների ժամանակ ամպերում առաջանում են լրացուցիչ մասնիկների հոսքեր, որոնք մենք գրանցել ենք մեր կայաններում եւ այդ ճառագայթումը մասնիկների կարելի է համեմատել ռենտգենյան ճառագայթման հետ։ Այսինքն ինքնաթիռում գտնվող անձնակազմը նույն ձևի է ճառագայթվում այդ մասնիկներով, ոնց որ ռենտգենյան ճառագայթների ժամանակ։ Տարական մասնիկների արագացումը ամպրոպային ամպերում, սա 3000 մետր բարձրության վրա գտնվող Արագած գիտական կայանի նոր ուսումնասիրության ոլորտն է։ Ամբերտ գիտական կայանում 5 օր շարունակ հայ եւ արտասահմանցի ֆիզիկոսների զեկուցումները հենց այս թեմաներով են։ Ֆիզիկայով տարվա ցանրությանը մեկ տեղում է հավաքել դեռ չբացահայտված երևույթներին բացատրություններ գտնելու ցանկությունը։ Այստեղ մենք տեսանք բացարձակ նոր մի ֆիզիկա, նոր ֆիզիկա տերմին օգտագործում ենք այն ժամանակ, երբ ինչ-որ բան ֆիզիկական կանոններից դուրս է կամ էլ ֆիզիկական կանոններով չի բացատրվում, եւ մենք չգիտենք ինչ օրենքներ կիրառել այդ երևույթները բացատրելու համար։
Եվ այսպես Հայաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի 40 ֆիզիկոսներ այս օրերին մասնակցեցին ամպրոպային ամպերում եւ կայծակներում մասնիկների արագացումը խորագրով միջազգային գիտական կոնֆերանսին։ Թեմայի ընտրությունը պատահական չէ, հայ գիտնականները արագածի փեշերին տեղակայված կայանում ունիկալ բացահայտում են արել։ Դա շատ հետաքրքիր թեմա է եւ մենք նոր ենք հայտնաբերում, որ բացի արեգակից, բացի տիեզերքից, որտեղ արագանում են տառական մասնիկները, հասնում են մեր երկրագունդը, նաեւ ամպրոպային ամպերում արագանում են էլեկտրոնները մինչև 50 մեվ էներգիաները, որը համարժեք է այն էներգիաներին, որոնք ատոմային բոմբի պայթյունի ժամանակ են ստացվում։ Այսինքն բարձր էներգիայի ֆենոմենը նաև մեզ շատ մոտիկ է եւ դա կարող է ունենա եւ ունի եւ ֆունդամենտալ ֆիզիկայի համար մեծ նշանակություն եւ կիրառություններ, որտեղ այդ հսկա էներգիան հենց մեր գլխների վերևն է։ Վերջին 1.5 տարում հայ ֆիզիկոսները համաշխարհային մակարդակով հայտնագործություններ են հեղինակել։ Նրանք արդեն առանձնացրել են ամպրոպային ամպերում մասնիկների արագացման 2 տեսակ։ ՆԱՍԱ-ի ֆիզիկոսները, որ տիեզերական արբանյակների վրա են նման չափումներ կատարել, հետաքրքրված են, որ փոքրիկ երկրի ֆիզիկոսները նման երևույթները արձանագրել են նաև մթնոլորտի վերին շերտերում։ Մենք առաջին անգամ արագացի սարքերի միջոցով մենք գրանցել ենք գամմա քվանտերի, էլեկտրոնների եւ նեյտրոնների մեծ հոսքերը, որոնք ոչ ոք չի գրանցել մեզանից առաջ։ Մենք չափել ենք ոչ միայն այդ արկայությունը, այդ երևույթի, մենք չափել ենք էներգետիկ սպեկտրները, որոնք ոչ ոք չի գրանցել մինչև մենք այդ սկսեցինք այդ հետազոտությունը եւ մենք արդեն առանձնացրել ենք 2 տարբեր տեսակների դեպքեր կախված այդ արագացման հետ, որը նույնպես հայտնագործություն է։ Կոսմիկական ճառագայթների խումբը Երևանի ֆիզիկայի ինստիտուտի բավականին հայտնի է միջազգային ասպարեզում։ Տարբեր կոսմիկական ճառագայթների տարբեր ճյուղերի մեջ, բայց հատկապես հիմա այս նոր չափումներով, որ մարդիկ զբաղվում են, նոր տեսակի, այսպես ասած, ժայթքումներով մթնոլորտում առաջատար դեղ է գրավում։ Այսինքն բոլոր լաբորատորիաները, որ աշխարհում որևիցե բան անում են բնագավառով, շատ լավ գիտեն, որ Հայաստանում մի խումբ կա, որ շատ հետաքրքիր հետազոտություններ է կատարում։ Գիտական կոնֆերանսի 4-րդ օրն է, Նորամբերտ կայանի դահլիճից գիտաժողովի հարթակը տեղափոխվում է դեպի Լեռնային Արագած։ Սա ճանաչողական օր է, ֆիզիկոս հյուրերը բարձրանում են 3000 մետր բարձրությամբ Արագած լեռան վրա տեղակայված գիտական կայանը, ծանոթանալու տիեզերական ճառագայթների ուսումնասիրության հայկական մեթոդներին ու տեխնոլոգիաներին։ Մինչ բուն գործին անցնելը արտասահմանցի հյուրերին նախ կախարդում է հայկական լեռնային բնապատկերը։ Արագացում դու կարող ես նայել այնքան հեռուն, ինչքան որ կարող ես նայել։ Նկատի ունեմ բնությունը խորություն ունի։ Տեսադաշտը անընդհատ ու անընդմեջ ձգվում է ու խանգարող բան չկա։ Չկան տեսադաշտը ծածկող հսկա կառույցներ։ Ինձ թվում է տեսածիցս հիմա շնչասպառ կլինեմ։ Արագած կայանը տիեզերական ճառագայթների, ինչպես նաև ամպրոպային ամպերի ու կայծակների ուսումնասիրության համար հոյակապ դիրքում է տեղակայված։ Կայանը մոտ է ամպերին ու կայծակներին, դրանց հաճախականությունն էլ այստեղ շատ մեծ է, այնպես որ ուսումնասիրությունների համար պայմաններն այն են, ինչ պետք է։ Մեծ Բրիտանիայի Դուրհամի համալսարանը ներկայացնող Արնոլդ Վոլֆենդոլը Հայաստան է եկել տիեզերական մասնիկների եւ գլոբալ տաքացման միջև կապի տիեզերական ճառագայթների արագացման վերաբերյալ իր ուսումնասիրություններով։ Նա ասում է, որ Հայաստանում ինքն ավելի շատ ոչ թե զարմացրեց իր գոլեգաներին, այլ զարմացավ։ Ես հայ ֆիզիկոսների մակարդակը կհամեմատեմ շատ ավելի զարգացած երկրների գիտնականների մակարդակի հետ։ Ինձ զարմացրեց այն, որ ձերոնք այնքան խելացի են ու հնարամիտ, որ հին սարքավորումները հարմարեցրել են ժամանակակիցներին եւ նորագույն հետազոտություններ ու բացահայտումներ են անում։ Սա իսկապես չտեսնված ֆենոմեն է։ Չնայած Արագած կայանում բնական բարձր ճնշմանը 80-ամյա գիտնականն իրեն հոյակապ է զգում լեռնային թարմոթը, ամպերի ու սարերի գրկախառնությունը, Արագած կայանի դետեկտորներն ու դրանց գրանցած արդյունքները միայն ոգեշնչում են նրան։ Ուշադրության է արժանի այն փաստը, որ Հայաստանի նման փոքր երկիրը անգամ կարող է հիմնական գիտության մեջ հիմնարար բացահայտումներ կատարել։ Կայծակի հետ կապված ուսումնասիրությունը հենց նման մի օրինակ է։ Տպավորիչ է, որ կայծակի նման երևույթները գրանցվել են ոչ միայն երկրագնդի վրա, այլ նաև տիեզերքում։ Ուղիղ 50 տարի առաջ 1960 թվականին ես հայտնվեցի Երևանում եւ այս կայան բարձրացա։ Ապրիլ էր, շատ ձյուն կար, մի կերպ հասանք, սարսափելի սարել էինք, բայց մեզ շատ ջերմ ընդունեցին, տաքացրին, կերակրեցին։
Անվանի ռուս ֆիզիկոսը 5 տասնամյակ առաջ տեսածի ու ներկայիս Արագած կայանի միջև ոչ մի ընդհանուր եզր չի գտնում։ Մի քանի հյուղակի փոխարեն հիմա խոշոր մի կայան է նրան հյուրընկալում, որտեղ տիեզերքն ու երկնակամարը բառացիորեն ափի մեջ են։ Ինչու են բոլորն այստեղ հավաքվել։ Այստեղ ստեղծվել է համաշխարհային նշանակության կենտրոն, որտեղ տիեզերական ճառագայթների ուսումնասիրությունը կատարվում է բազմաթիվ բնութագրիչներով։ Պետրուխինն անկեղծանում է, ողջ գիտաժողովի ընթացքում նրան ամենաշատը ուրախացրել է մի հանգամանք Հայաստանում գիտությունը թարմ շունչ է ստանում։ Մի քանի հայի զեկույց լսեցինք եւ ինչ ինձ ուրախացրեց։ Հիմնականում երիտասարդներ էին։ Երույթ ունեցան ասպիրանտներ։ Շատ հաճելի է, որ երիտասարդությունը սկսում է վերադառնալ դեպի գիտություն։ Տիեզերական ճառագայթների ուսումնասիրության հայկական տեխնոլոգիաների ռուս գիտնականները վաղուց են ծանոթ։ Երկու գիտական խմբերի միջև կապերը տարիներով են չափվում։ Պետրուխինը Հայաստան է եկել հայ գործընկերների հետ նոր համագործակցության առաջարկով։ Մեզ մոտ Մոսկվայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում իոնային մի սարքավորում է ստեղծված, որն այստեղ չկա։ Եվ ահա մենք հետաքրքրված ենք ստանալ հայկական տեխնոլոգիաները մեզ մոտ զարգացնելու համար, իսկ հայ գիտնականները ուզում են ունենալ այդ մեր սարքավորումից։ Հայ գիտնականները Արագած կայանում կատարել են այն նույն հետազոտությունը, ինչ արվում է տիեզերք ուղարկված նորագույն արբանյակներում տեղակայված սարքավորումների շնորհիվ։ Երկրագնդի վրա մերոնք առաջինն են արձանագրել ամպրոպային ամպերում մասնիկների արագացումը, մի երևույթ, որ իրենց ֆիզիկոսների հիմնավորմամբ կարող է ազդել գլոբալ տաքացում երևույթի վրա։ Միջազգային գիտական ասպարեզներում այս ուսումնասիրությունը իսկապես արժանի է բարձրաձայնվելու։ Ուսումնասիրությունների այն արդյունքները, որ ստացել են Երֆիի մեր գործընկերները, մենք շատ բարձր ենք գնահատում։ Հիմա այլ խնդրի առաջ ենք կանգնած։ Ինչպես անել, որ հնարավորինս արագ միջազգային հանրությունն իմանա այդ արդյունքները։ Հրապարակումների, կոնֆերանսներին ելույթ ունենալու խնդիրներն են առաջին պլանում, publicity-ն։ Այ հենց հիմա մենք նման գործ ենք անում։ Այստեղ հավաքվել են հայտնի ֆիզիկոսներ, այնպես որ վստահ եմ, այդ փորձարկումների փառքը շատ կարճ ժամանակում կտարածվի աշխարհով մեկ։ Միջազգային գիտական հավաքը ծառայեց նպատակին ամպրոպային ամպերում մասնիկների արագացման ուսումնասիրության փորձի առաջին փոխանակում եւ նոր երևույթի վերաբերյալ աշխարհի ֆիզիկոսների ուշադրության կենտրոնացում։ Բացի թեմատիկ կարևորությունը այս կոնֆերանսը եւս մեկ անգամ ապացուցեց, որ գիտությունը սահմաններ չի ճանաչում, որ նշանակալի հայտնագործությունների համար երկրի չափերն ու կարողությունները էական չեն։ Փոքր երկիրը եւս կարող է իր գիտական ներուժով խոշորների հետ քայլել հավասար հարթակում։